UNICEF-ը և Հանրային հեռուստաընկերությունը ներկայացնում են։ Կան տարբեր դիրքորոշումներ, որ on-line խաղերը ոչ միտև չեն տարբերվում տարբեր կախվածություններից։ Ես ինքս համաձայն եմ այդ դիրքորոշման հետ, քանի որ դա ոչ միայն երեխաների չափահասների մոտ նույնպես առաջացնում է նմանատիպ կախվածություն։ Կարծում եմ on-line խաղերից մեր վախերը կապված են ինչ-որ չափով մեր անտեղյակության հետ, որովհետև մենք կողքից տարբեր աղբյուրներից լսում ենք կարծիքներ խաղերի մասին, օրինակ գիտենք խաղի անունը, բայց ծանոթ չենք բովանդակությանը եւ դա ինչ-որ չափով վախեցնում է մեզ։ Միանշանակ օֆլայն կյանքը ավելի գրավիչ դարձնելը դա ամենահիմնական աշխատանքն է, որը պետք է տանել երեխաների հետ։ Նա չեմ կարծում, որ պայքար է, նա ուղղակի պետք է դարձնի ավելի գրավիչ օֆլայն ֆիզիկական աշխարհը, որը կբերի բալանսի ու մարդը ավելի կլինի առողջ, կունենա ավելի լավ պսիխիկա։ Թվային դարաշրջանում խլել մի գործիք երեխայից, որին ինքը մի քանի անգամ ավելի վարժ եւ անվախ է տիրապետում, քան դու, կարծում եմ հարցի ամենաանկենսունակ, ամենապասիվ լուծումն է։ Իմ բանաձևը այստեղ մեկն է։ Ներկա լինել երեխայի կյանքում եւ խաղից առաջ, եւ խաղից հետո, եւ ընթացքում։ Ես քեզնից լավ գիտեմ։ Կար ժամանակ, երբ ծնողների սիրելի այդ արտահայտությունը ուներ օբյեկտիվ հիմքեր։ Ինչ ունենք այսօր։ Ժամ առ ժամ զարգացող տեխնոլոգիաների աշխարհում երեխաները որոշ դեպքերում մեզանից ավելի շատ բան գիտեն։ Դիցուք on-line խաղերը։ Մենք փորձում ենք հասկանալ, ընդունել, վերահսկել, կանխել, չնկատելով, որ հաճախ մենք գիտենք խաղի անունը, բայց ոչ խաղի կանոնները։ Իսկ երբ է խաղը խաղ, երբ փախուստ իրականությունից, ինչն է պարզապես հետաքրքիր ժամանց, ինչը հիվանդագին կախվածության սկիզբ, ինչ են տալիս ու ինչ են խլում on-line խաղերը։ Ծնողական ժողովը սկսված է, միացեք մեզ։ Բարի օր, հարգելի ծնողներ, շնորհակալություն, որ ընդունել եք մեր հրավերը։ Ինչպես գիտեք, այսօր խոսելու ենք on-line խաղերի մասին եւ պետք է ձեզ տեղեկացնեմ, որ մեր զրույցին հետևում է մանկական հոգեբան Իլոնա Հովհաննիսյանը, նա կմիանա հաղորդման ընթացքում մեզ եւ հնարավորություն կունենանք լսելու նաեւ մասնագետի մոտեցումները։ Իսկ հիմա հետաքրքիր է իմանալ, թե երբ են on-line խաղերը մուտք գործել ձեզնից յուրաքանչյուրի երեխայի կյանք եւ ինչպիսին է եղել ձեր առաջին վերաբերմունքը դրան։ Արա ձեզ հետ սկսենք իմանալով նաեւ, որ ձեր երեխաները բավականին փոքր են։ Նրանք բավականին փոքր են, բայց շատ շուտ մտան on-line խաղերը նրանց կյանք, կարելի ասել 2 տարեկանից, այդ ժամանակից իրանք շատ հմուտ, արդեն տեղը սկսեցին գտնել, հասկանալ որտեղ են խաղերը։ Փորձենք հասկանալ նաև, բացի նրանից, թե երբ են on-line խաղերը հայտնվել երեխաների կյանքում, ինչպես ու նաև գուցե ում միջոցով։ Սկսենք նրանց, որ հեռախոսը երբ է հայտնվել, երբ որ ծնողները տալիս են հեռախոսը երեխային, որպեսզի ինքը չխանգարի այս կամ այն, կամ ուտի, կամ չխանգարի, կամ ինչ-որ մի բանով զբաղվի, եւ այդ անցումը որևիցե նյութ նայելուց դեպի on-line խաղերը շատ հեշտ սահուն է անցնում եւ չես նկատում, երբ դա արդեն անցավ։ Դրա համար հստակ ասել, որ տարիքից են երեխան անում, կարելի ասել ծնված պահից, երբ որ երեխայի ձեռքում հայտնվում է հեռախոսը։ Իմ մեծ տղան, քանի որ սկսեց հաճախել շախմատի ու այնտեղ դասերի մի մաս էին կազմում on-line խաղերը։ Եվ այդ անցումը այլ խաղերի շատ սահուն գնաց։ Այսինքն դպրոցահասակ տարիքում են խաղերը։ Դպրոցահասակ տարիքում է այո սկսել, նախադպրոցական կարելի ասել 5 տարեկանից։ Նանա, ինչպես է եղել ձեր պարագայում։ Ես ժամանակ այդպես կոնկրետ նշել չեմ կարող, որովհետև իմ 2 երեխայի դեպքում իրենք բավական թվային գրագիտությունը բարձր էր եղել եւ միշտ կատակով ասում եմ, եթե կա մեկը ումից պիտի ձեռքից խլել հեռախոսը, ես եմ տանը, նաեւ գործով պայմանավորված։ Ամեն դեպքում երևի նախադպրոցական տարիք, նաեւ պիտի սահմանազատենք խաղ թե ընդհանրապես հեռախոս, որովհետև շատ տևական ժամանակ, օրինակ իմ տղան հեռախոսով ուղղակի իր անելիքներ անում, YouTube-ում ալիք էր վարում եւ այլն եւ այդտեղ շատ միահյուսված են։ Հետաքրքիր նաև ձեր արձագանքը, դուք հաշտ եք նրա հետ, որ երեխան հիմա արդեն գուցե նաև այս տարիքում խաղում է, թե դեռ լիովին չեք համակերպել երևույթի հետ։
Ես փորձում եմ այդպես ինքս իմ մեջ կռիվ եմ տալիս, պայքարում եմ, ամեն պահ աշխատում եմ, որտեղ ծնողավարությունը ինձ համար աշխատանք է եւ պիտի իսկապես ներկա լինել երեխայի կյանքում ու ոչ թե ահաբեկել, կառավարել, խրատել, վերցնել, խլել, շպրտել, այլ ուղղակի ներկա լինել եւ ինչպես ձեր հարցադրումներից մեկում հնչեց սկզբից իմանալ մտերմանալ այդ խաղի հետ, հերոսների հետ նաև ինչու ոչ փորձել դու էլ խաղաս ու երբեմն հումորի տաս այդ ամեն ինչը։ Եթե դու սկսում ես նրանից, որ երեխայի հետ, նույն մակարդակի վրա լինելու առումով հետաքրքրվել, այսինքն դու այդ դեպքում մի կողմից տեղյակ ես ինչ է խաղում երեխան, երկրորդ կողմից փչացնում ես ռիսկերը չիմանալու եւ այդ վախերի։ Այս օրինակ եմ ուզում բերեմ, վերջերս շատ ինչ որ խաղի մասին աղմուկ բարձրացավ եւ նույնիսկ չտեղյակ մարդիկ այդ աղմուկից սկսեցին տեղեկանալ, սկսեցին հետաքրքրվել, սկսեցին խաղալ եւ այլն եւ այլն։ Այո, խաղերը միգուցե ինչ որ ագրեսիա, վտանգ են առաջացնում, բայց միևնույնն է, դա կարելի է կանխել առանց շատ մեծ աղմուկ բարձրացնելու, որտեղ դա ավելի է հետաքրքրությունը դեպի նմանատիպ խաղերը բարձրանում։ Եթե ծնողը երեխայի հետ մտերիմ չէ, իրական կյանքում չի կարող խաղալ։ Երեխան ուղղակի չի ուզենալու, երեխան մերժելու է, որտեղ այնտեղ իրան ավելի հասկանում են եւ չեն մերժում, որովհետեւ երեխայի համար միշտ ծնողը փորձել է նկատողություն անի, մերժի, իսկ խաղի մեջ այնտեղ ոչ մեկ իրան չի մերժում եւ նկատողություն չի անում։ Իսկապես կան խաղեր, որոնք ներխուժում են երեխայի առօրյա, նրա օֆլայն կյանք եւ հիմա այո, մենք գիտենք խաղերի մասին, որոնցով տարված երեխան օֆլայն կյանքում պետք է կատարի ինչ-որ հանձնարարություններ, երբեմն գործը հասնում է նաև ֆինանսական շորթումներին, այսինքն երեխան իր կամ ծնողների քարտն է կցում ինչ-որ տեղ, այսինքն այսպիսի վտանգներ էլ կան։ Ձեզ ծանոթ են դեպքեր, երբ վտանգը ոչ միայն աչքերի հոգնածությունն է եւ սխալ դիրքը համակարգչի առջև նստած երեխայի, այլ ավելի լուրջ իրավիճակներ։ Եթե երեխան տեսնում է, որ ծնողը խաղ է խաղում, որտեղ որ անընդհատ պահանջում է ֆինանսական ինչ-որ ներդրումներ, կամ որպես խրախուսանք, ես դա տեսել եմ բազմիցս, դու, չգիտեմ, բարձր ես ստացել կամ լավ ես արել, ես քեզ այս կերպարը կգնեմ։ Մեկ անգամ հերիք է, որ ծնողը դա արի, դա կստացվի երեխայի մոտ, որ արդեն դա կարելի է, ու արդեն դա կանխելը խնդիր է առաջացնելու։ Այսինքն ծնողներից շատ բան է գալի, ոչ միայն ընկերանալ, նայել ինչ է խաղում, այլ նաև հնարավորինս օրինակ ծառայենք, սուտ կլինի ասել, մենք բոլորս խաղում ենք, ինչ որ տեսակի հանգստանում ենք տարբեր ձևերով, չգիտեմ, YouTube-յան ալիքներ ենք նայում, կամ ինչ որ խաղեր ենք խաղում, կամ ֆիլմ ենք նայում, այդ ամենը երեխաները կրկնօրինակում են, տեսնում են, ուրեմն դա կարելի է։ Ինչպես կառավարել օնլայն խաղերի հետ կապված իրավիճակը, եթե ունենք գիտելիքի պակաս։ Իսկ գիտելիքի պակասը որպես կանոն ծայրահեղ երկու վիճակ է ծնում։ Մենք կամ թերագնահատում ենք վտանգն ու աչք թողանում, կամ գերագնահատում ենք վտանգն ու գերուշադրությամբ խեղդում երեխային։ Առաջարկում եմ կարճատև ճամփորդություն Հայաստանի մի քանի քաղաքներով ու գյուղերով, պարզելու թե որքանով են ծնողները իրազեկ, թե օնլայն տիրույթում ինչ խաղեր են խաղում իրենց երեխաները։ Ձեր կարծիքով օնլայն խաղերի մեծ մասը վտանգավոր է, թե անվտանգ։ Ես կարծում եմ, որ ինչպես համացանցը կարող է եւ անվտանգ լինել, եւ վտանգավոր։ Պարզապես պետք է ծնողները հետեւողական լինեն, որ հասկանան իրենց երեխաները ինչ խաղերով են խաղում։ Վտանգավոր է, որովհետեւ մեջը շատ ագրեսիա կա։ Իրենց մեջ կամ ագրեսիա է, կամ կրկնվող գործողությունների շղթա, որոնք որ ուղղակի գցում են հերթական մի հատ փակ շղթայի մեջ երեխայի ուղեղը, ոչ թե ընդհարցակում են, այլ հակառակը սեղմում են բոլոր կողմերից, եւ նաեւ որոշակի ուղղորդում ինչ որ բաներ անելու, ինչ որ ձևի լինելու։ Կարող եք նշել գոնե մեկ խաղ, որ ձեր երեխան խաղում է ներկայումս։ PUBG խաղը։ Ներկայում Minecraft հիմնական խաղը դա Երեխաներս օնլայն խաղեր չեն խաղում։ Հակի քար։ Օնլայն խաղ չգիտեմ, չեմ կարող ստել ասել։ Հիմնականում խաղում են Minecraft կարծեմ։ Կոնկրետ 7 տարեկանը զբաղվում է նախընտրում է Roblox, տանկ է օնլայն։ Գիտեք թե այդ խաղում կոնկրետ ինչ է անում երեխան, որն է խաղի նպատակը։ Ինչ որ պատերազմական սիտուացիա է, իրավիճակ է, եւ երեխան սովորում է ինքնապաշտպանվել կամ հարձակվել։ տները կառուցում քարերով,
Հիմնականում դա է անում։ Անկեղծ ասած փորձել եմ հետևել, բայց այդպես էլ իմաստը չեմ հասկացել։ Մեկ էլ կարծում ինչ որ Roblox կա, այդ խաղն էլ են շատ խաղում։ Խաղի նպատակը ինչ որ հասնել վերջնակետի եւ զարգացնել իր մտավոր ունակությունները։ Խաղի նպատակը ճիշտ փողոցներում լուսարձակների տակով ճիշտ անցնելը, հետո մարդկանց է վերցնում, տեղափոխում A-կետից B կետը, վերջում էլ կանգնում է իր տեղը։ Կարծում եմ վերացնել բոլոր թշնամիներին, թշնամի տանկերին։ Տնօրական ժողովին միացել է հոգեբան Իլոնա Հովանիսյանը։ Բարև ձեզ, Իլոնա։ Ողջույն։ Նախ փորձենք հասկանալ, թե ծնողի տեղեկացվածությունը ինչ կարող է կանխել, ինչ վտանգներից կարող է հեռու պահել երեխային, երբ խոսքը գնում է on-line խաղերի մասին։ Ծնողը պետք է տեղեկացված լինի, թե երեխան դպրոցում, բակում ում հետ է խաղում, ինչ շրջապատում է, այնպես էլ ծնողը պարտադիր պետք է տեղեկացված լինի, թե երեխան ինչ է խաղում, ինչ ֆիլմեր է դիտում, ինչ գրականություն է ուսումնասիրում, այնպես էլ on-line խաղերը, որովհետև գիտեք, որ հիմա բավականին երիտասարդացել է այս խնդիրը, on-line խաղերը 2018 թվականից համաշխարհային առողջապահության կազմակերպության կողմից համարվել է կախվածությունը որպես ծանր հիվանդություն։ Այսինքն դա լուրջ խնդիր է դեռահասների մոտ։ Եվ ուզում եմ նաև նշեմ, եթե ժամանակին դա արտահայտվում էր դեռահասների մոտ, հիմա արդեն մենք վառ տեսնում ենք մանկահասակ երեխաների մոտ, սայլակներում նստած երեխաները իրենց սմարթֆոններով, բջջային հեռախոսներով։ Ինչպես ասացիք, կարևոր է ծնողի տեղեկացվածությունը, բայց երբեմն ծնողը չգիտի, թե որ դուռը պետք է թակի, ում պետք է տա հարցը, որտեղից պետք է գտնի տեղեկատվությունը։ Եվ նորից խոսելով on-line խաղերի եւ դրանց վտանգավորության մասին, ինչպես կարող է ծնողը անել այդ հետազոտությունը ինքնուրույն։ Մենք ապրում ենք այն ժամանակներում, որ տեղեկատվությունը բավականին շատ է, եւ մասնագետներին դիմելով, եւ կրթվելով, եւ կարդալով, ու ես գիտեք, մի բան գիտեմ, որ բոլոր ծնողները շատ լավ տեղեկացված են, բայց գործողությունը ճիշտ չեն կատարում։ Եթե ծնողը հոգի կրթված է, գիտելիքներ ունի, թե երբ կարող է արձագանքել, երբ հասկանա, որ սա ուղղակի ժամանց է, թե կախվածություն, որտեղ կախվածությունը դա լուրջ դիագնոզ է, դա արդեն հիվանդություն է, դա քրոնիկական հիվանդություն է, այսինքն մեր ամենաառաջի խնդիրը տեղեկացված լինելն է, տեղեկացված եւ կանխարգելման գործողություն կատարել, որպեսզի չդառնա խնդիրը որպես հիվանդություն։ Այսօր մենք մեծահասակներս ցանկացած հարցի խնդիր փնտրում ենք համացանցային տիրույթում, նույնիսկ ավելին հիմա արհեստական բանականությանն ենք հարցնում, այսինքն սա նույնպես լավ գործիք է տեղեկանալու, թե ինչպիսին են խաղի կանոնները, ինչ հետևանքներ ունի խաղը, ինչ վերջնարդյունքի է այն բերում։ Մենք կարող ենք ինքներս անցնել խաղի փուլերը կամ համացանցում նորից գտնել այդ խաղի նկարագրությունը, մասնագիտական որոշակի գնահատականներ ու վերլուծություններ, այսինքն ինքներս զինված լինենք տեղեկատվությամբ եւ այս տեղեկությունը չպահենք մեզ իբրև մենաշնոր, այլ կիսվենք երեխայի հետ, խոսենք վտանգների եւ հետևանքների մասին։ Իսկ հիմա թեման կշարունակենք ծնողների հետ, համեցեք։ Ծնողական ժողովում դասամիջոց է։ Իսկ ինչ են անում դասամիջոցի ընթացքում, խաղում են, ցանկալի է ոչ on-line խաղեր։ Մենք հիմա խաղալու ենք մի խաղ, ես ընթերցելու եմ պնդումներ եւ ձեզ խնդրելու եմ ցույց տալ ձեր վերաբերմունքը այս վահանակների միջոցով, խնդրում եմ վերցրեք։ Ճիշտ է, սխալ է տարբերակներով ցույց կտակ ձեր մոտեցումը եւ հոգեբանը կպարզաբանի մասնագիտական տեսանկյունից։ Եվ այսպես, եթե պատրաստ եք, մենք սկսում ենք։ Եթե երեխան խելացի է եւ դպրոցում նրա գնահատականները լավ են, ապա on-line խաղերը խնդիր չեն։ Ինչ եք կարծում, ճիշտ է սա թե սխալ։ Բոլորը համակարծիք են ու ասում են, որ սխալ է։ Իհարկե սխալ է, որովհետև եթե երեխան դպրոցում լավ է սովորում, հավատացեք, որ ժամանակի ընթացքում երեխայի մոտ առաջադիմությունը միանգամից իջնելու է։ Այս է, որ ծնողը երբ սկսի անհանգստանալ, որ այն երեխան, որը դպրոցում ունի լավ առաջադիմությունը կտրուկ ընկնում է։ Եթե երեխան ունի իրական կյանքում իրական լավ ընկերներ, սկսում է իր ընկերների հետ չշփվել, սկսում է ունենալ ընկերներ on-line հարթակում, այս սրանք այն ահազանգներն են, որ ծնողը պետք է անհանգստանա եւ չմտածի, որ երեխան դպրոցում լավ է սովորում, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Հավատացեք, դա ժամանակի հետ միանգամից առաջադիմությունը նվազելու է։ Եվ այստեղ ազդակը ոչ միայն առաջադիմությունն է, շատ ուրիշ ազդակներ կան, եւ քնի ռեժիմն է խախտվում, վարքագիծ, երեխան սկսում է օգտագործել խաղին բնորոշ բառապաշար, մեկուսանում է, արտաքին ազդակների հանդեպ է անտարբեր դառնում։ Գիտեք, կախվածությունը
on-line կախվածությունը նաև հիմնականում երեխաների մոտ, դեռահասների մոտ եւ բոլորը, հատկապես դեռահասների մոտ վնասում է հիմնական 4 ոլորտները։ Դա կենսաբանականն է, այդ ֆիզիկական խնդիրները, դա կեցված, հայաց, կայունյարդային խնդիրներ, դա հոգեկան խնդիրներ են, որ բոլոր ծնողները բողոքում են, որ երեխան ագրեսիվ է, երեխան չի կարողանում շփվել, երեխան ոչ մի էմոցիոնալ եւ հուզական կապ չունի, եւ սոցիալական ոլորտը, որ երեխան չի ունենում, չի կարողանում ձեռք բերի ընկերներ, այսինքն չի կարողանում սոցիումում այլևս շփվել, որովհետեւ հավատացեք, այնտեղ շատ հեշտ է, որովհետև յուրաքանչյուր մարդ շփվելով on-line հարթակում կարողանում է լինել ավելի ուժեղ, ավելի ինքնուրույն եւ on-line հարթակում ոչ մեկ նրան չի մեղադրում։ Եվ աշխատելով դեռահասի ծնողների հետ ամենաառաջինը պետք է կարողանա երեխային չարժեքազրկել։ On-line հարթակում երեխան արժեքազրկված չէ։ Երեխան on-line հարթակում իրավունք ունի սխալվել։ Երեխան on-line հարթակում կարողանում է պարտվել։ Այդ իրական կյանքում ինչ է լինում, երբ որ երեխան մի հատ պարտություն է ունենում, ծնողը խոսում է, ուսուցիչը խոսում է, դպրոցում բոլորը մեղադրում են գնահատականի համար, վարքի համար, իսկ on-line հարթակում դրա համար հեշտ է, դրա համար իրան այնտեղ ինքը լավ ասում։ Եթե մի նախադասությունով կարողանանք ձևակերպել ինչ է կատարվում երեխայի կյանքում, իրական կյանքից տեղափոխվում է մի այլ իրականություն, որտեղ դրա համար հեշտ է ապրել։ Իսկ դեռահասության շրջանը դա շատ ծանր փուլ է երեխայի համար։ Դրա համար պետք է կարողանա ծնողը ծանոթանա իր երեխայի հետ։ Միգուցե հիմա իմ ասածը մի քիչ բան է, չէ՞, ծանոթանա երեխայի հետ, իսկապես ծանոթանա իր երեխայի հետ, որտեղ յուրաքանչյուր երեխա շատ ինդիվիդուալ է։ Ինչ զգացմունքներ ունի, ինչ հույզեր ունի, որոնք են դրանց պատճառները։ Որոնք են դրանց պատճառները, այո։ Շատ լավ, հաջորդ պնդումը ընթերցեմ։ Ծնողը պետք է վերահսկի ոչ թե խաղալու փաստը, այլ խաղի բովանդակությունը։ Սա ճիշտ մոտեցում է, թե սխալ, ձեր կարծիքով։ Բոլորն ասում են ճիշտ է։ Բնականաբար շատ ճիշտ է, որ ծնողը պետքա վերահսկի, թե ինչ է խաղում երեխան եւ ում հետ է խաղում երեխան։ Կան նաեւ օգտակար խաղեր, որոնք չափի մեջ են։ Գիտեք, մենք չենք կարող երեխային ամբողջությամբ հետ պահել, որովհետև խաղում են բոլորը, բայց մենք կարող ենք վերահսկել ժամանակը եւ ասածես թե ինչ բովանդակության խաղեր են խաղում, որովհետև կան խաղեր, օրինակ սպորտային խաղեր, որոնք երեխաները խաղում են իրենց հայրիկների հետ, որը շատ նաեւ ինչ որ հատվածում, ինչ որ ժամանակահատվածում խրախուսելի է։ Ինչու, որովհետև դա միջոց է մտերմության հայր եւ երեխայի, որովհետև դեռահասության փուլում շատ տղաներ դժվարությամբ են իրենց հայրիկներին ընդունում։ Եվ դա էլ է առիթ եւ միջոց, որպեսզի կարողանան մտերմանալ, ով է ձեռք բերում կախվածություն, ոչ թե ով է խաղում, ով է արդեն խնդիրը դարձել այս խաղը։ Այն երեխաները, որոնք չունեն մանկության տարիքում, դեռահասության տարիքում իրենց ծնողների հետ էմոցիոնալ կապվածություն։ Դա հաճախ հանդիպում է այն երեխաների եւ ծնողների մոտ, ում ծնողները եղել են բավականին խիստ, եղել են ոչ էմոցիոնալ, շատ ավելի պահանջկոտ։ Մենք միշտ սիրում ենք ասել, որ դպրոցը մեր երկրորդ տունն է, բայց նաև դպրոցում, եթե երեխան չի ստանում միջանձնային հարաբերություն, չի կարողանում կառուցել դասընկերների հետ, ուսուցչի հետ, ծնողների հետ, այս դեպքում երեխան շատ հեշտությամբ փախուստ է կատարում on-line խաղեր։ Ու գիտեք, այդ խաղերի ընթացքում դրանք թիմային խաղեր են, անգամ կան խաղեր, որոնք իրենց չեն ճանաչում, թե ում հետ են խաղում, չեն ճանաչում, ավելի հեշտ են ինտեգրվում այդ երեխաները, լինում են տարբեր ազգության երեխաներ։ Այստեղ այն ձեր հարցն է, որ պետքա ծնողը տեղեկացված լինի, անպայման պետքա ծնողը իմանա ում հետ է խաղում։ Եվս մեկ պնդում եւ հետաքրքիր է իմանալ ձեր մոտեցումները։ Միայն թույլ բնավորություն ունեցող երեխաներն են ձեռք բերում կախվածություն on-line խաղերի պատճառով։ Բոլորը ասում են, որ սխալ է։ Սա ընդհանրապես կամքի հետ կապ չունի։ Ընդհանրապես կախվածությունը գլոբալ առումով ամեն ինչից կախվածությունը դա թույլ կարծիք է, որ թույլ մարդիկ են ձեռք բերում կախվածությունը։ Կախվածությունը դա քրոնիկական ծանր հիվանդություն է։ Կախվածությունը խաղից ոչ մի բանով չի տարբերվում ալկոհոլային կամ թմրանյութային կախվածությունից։ Ճիշտ է, սխալ է, փորձենք հասկանալ ձեր օգնությամբ։ Անշուշտ որոշակի տարբերություններ կան, բայց չէ։ Ցավալի է, բայց դրսևորումների մեջ էլ չկա։ Միայն դրսևորումների մեջ։ Նայեք, ես ուզում եմ նշեմ, որ կախվածությունը ընդհանրապես կապ չունի, ուղեղում վնասվում է հիմնականում նույն հատվածը։ Ուղղակի մենք պետք է տարբերակենք ինչա կախվածությունը։
Չէ՞ որ մենք կենցաղային հարթակում ասում ենք սննդային կախվածություն, մարդուց կախվածություն, ուզում եմ նշեմ, որ դրանք կախվածություններ չեն։ Դրանք նույնպես լուրջ խնդիրներ են, օրինակ սննդային կախվածություն գոյություն չունի, կա սննդային վարքային Վարքագծի խախտում, այո, կա անձնային խանգում, փոխկախյալ անձնային խախտում, բայց ԱՀԿ-ի կողմից ունենք հստակ ձևակերպում, թե որոնք են համարվում կախվածություններ որպես կախվածությունը որպես հիվանդություն, դրանք թմրանյութերից, ալկոհոլից եւ խաղային կախվածություններն են, որոնք համարվում են կախվածություն եւ դա արդեն դասակարգվել է որպես հիվանդություն։ Եթե ծնողը ունի որոշակի վախեր, կասկածներ, դիտարկում է երեխային եւ հասկանում է, որ ինչ որ բան ճիշտ հունից դուրս է գալիս, ապա ինչ պետք է անի ծնողը։ Առաջի հերթին ծնողը պետք է դիմի մասնագետի։ Անկամ այն ժամանակ, երբ իր երեխան դեռահասը պատրաստ չէ եւ չի ուզում, այս դեպքում դիմում է մասնագետի ծնողը։ Ես ինքս ունեցել եմ շատ դեպքեր, երբ որ երեխաները բնականաբար չեն ուզում, որովհետև երբ որ արդեն խնդիրը դարձել է կախվածություն, երեխան չի ուզում, երեխան ունենում է ագրեսիվ վարք, էմոցիոնալ կապ չի ունենում ծնողի հետ, շատ բան թաքցնում է, քիչ էլ պատրաստ չէ գալ մասնագետի մոտ։ Այդ դեպքում մասնագետի դիպում են ծնողները եւ հավատացեք, ծնողները աշխատելով մասնագետի հետ, այս դեպքում հոգեբանի, որտեղ այնտեղ դեղորայքային բուժում չկա, որ դիմեն բժշկի, աշխատելով իրենց հոգեկրթելով, վերաբերմունքը փոխելով երեխայի հանդեպ, երեխան փոխվում է, երեխան պատրաստ է լինում եւ մասնագետին գալ, եւ անգամ դեպքեր լինում, որ երեխան արդեն պետք էլ չի լինում, որ գա մասնագետի, որտեղ ծնող երեխա հարաբերությունը իրանց մոտ արդեն կարգավորվում է։ Այսինքն միանշանակ է, կարծում եմ, այն մոտեցումը, որ առանց մասնագիտական օգնության այս խնդիրը մենք իզորու չենք լուծել։ Ոչ մի ծնող այդ պահին չի կարող անա այնքան ճիշտ աշխատի երեխայի հետ, որովհետև իր էմոցիաները այնքան տրված են լինում, ամեն ինչ չի կարողանում տեսնի եւ մարսել։ Իսկ այս դեպքում աշխատելով ինքը հոգեկրթվում է եւ շատ ճիշտ աշխատում է իր երեխայի հետ, նախ իր վերաբերմունքն է փոխում։ Կարծում եմ, որ ամեն ծնող գիտի, որ չի կարելի անդադ երեխաների նկատողություն անել, անդադ երեխային արժեքազրկել, անդադ երեխային մեղադրել, բայց ակամայից անում են։ Բայց երբ որ արդեն մասնագետի հետ է աշխատում, մի հատ ինքը աշխատում է, հասկանում է այդ process-ում ինչա կատարվում երեխայի ներաշխարհի հետ։ Բնականաբար, եթե խնդիրը արդեն շատ է ծանրացել, շատ է բարդացել, երեխային պետքա վերցնել սարքը, բայց ձևը պետքա փոխել։ Շնորհակալ եմ Իլոնա, որ ժամանակ գտաք ու միացաք ծնողական ժողովին, ձեր մասնագիտական դիտարկումները շատ կարևոր էին։ Շնորհակալություն։ Ես շնորհակալ։ Օնլայն աշխարհը մեր կյանք բերեց նոր հասկացություններ։ Կիբերբուլինգ, տվյալների գողություն, մանիպուլյացիաներ օնլայն խաղերի առաջադրանքների միջոցով, սպառնալիքներ, գումարի շորթում եւ այլն։ Համարձակվում եմ ենթադրել, որ այդ երևույթներից անգամ մեկի հետ հանդիպումը կարող է սարսափեցնել եւ երեխաներին, եւ ծնողներին։ Օնլայն խաղերի տիրույթում դարանակալած վտանգների ու դրանց ճիշտ արձագանքելու մասին ունենք առանձին տեսանյութ։ Օնլայն խաղերը պարզապես ժամանցի միջոց չեն։ Դրանք կարող են զարգացնել երեխաների մտածողությունը, արագ արձագանքելու կարողությունը, թիմային աշխատանքի հմտությունները։ Այդուհանդերձ, ինչպես առցանց ցանկացած միջավայրում, այստեղ էլ կան վտանգներ։ Շատ խաղեր ունեն ներքին չաթեր, որոնք մեծամասամբ չեն վերահսկվում։ Ոչինչ չի խանգարում անպարկեշտ մարդկանց կապ հաստատել երեխաների հետ, մանիպուլացնելու, անցանկալի բովանդակություն տարածելու կամ անձնական տվյալներ կորզելու նպատակով։ Պետք է իմանաց, որ ում հետ դու շփվում ես օնլայն խաղերում, դա բացարձակ կարող է լրիվ ուրիշ մարդ է, այսինքն եթե ինքը ինչ-որ գեղեցիկ էլֆի պատկերով աղջիկ է, իրականում կարող է ինչ-որ բեխերով անդուր ձյաձյա, այսինքն պետք չի հավատալ նրան, ինչ քեզ վիրտուալ իրականությունում երևում է։ Անծանոթների հետ պետք չի կիսվել անձնական տվյալներով, որտեղ ես ապրում, հասցեդ եւ այլն, շատ դեպքերում անունը երեխեքը հատկապես իրենց իրական անուն ազգանունով չպետք է այնտեղ ներկանան։ Շատ օնլայն խաղեր ունեն իրենց ներքին տնտեսությունը, ապրանքների առկուվաճառքով, փոխանակման կետերով եւ խաղային առույթներով, որոնք կարելի է գնել իսկական գումարով։ Դա նույնպես վտանգի հավանական աղբյուր է, քանի որ երեխաները ֆինանսապես գրագետ չեն եւ կարող են գաղտնի գումար վերցնել տնից կամ օգտագործել ծնողների բանկային քարտերը։ Այդպիսի իրավիճակներից խուսափելու համար ծնողները նախ եւ առաջ պետք է զրուցեն երեխաների հետ, բացատրեն հնարավոր ռիսկերը։
կարող են նաև գadgetներում միացնել ծնողական վերահսկողության համակարգը, որը թույլ չի տա երեխաներին կատարել վճարումներ կամ ներբեռնել տարատեսակ ֆայլեր։ Այն ինչ որ դու խաղի մեջ վերբեռնում ես, տեղադրում ես այնտեղ տվյալները, ոչ թե չաթով, այլ հենց գրանցվելուց ամեն ինչ լրացրեցիր հեռախոսի համար, եթե վճարումներ են քարտի տվյալ եւ այլն, դու պետք է հասկանաս, որ օրերից մի օր այդ խաղը կարող է ենթարկվի հարձակման եւ հենց խաղի տվյալների բազայի միջից այդ ամբողջ տվյալները կարող է արտահոսեն։ Այսինքն դու կարող ես քո հաշիվը շատ լավ պաշտպանես, բայց արտահոս կլինի խաղի պատճառով։ Օնլայն խաղերից շատերը վճարովի են եւ երեխաների մեծ մասը չի կարող գնել դրանք։ Որպես այլընտրանք երեխաները որոնողական համակարգի միջոցով գտնում են խաղերի անվճար տարբերակները։ Սակայն պետք է հիշել, որ դրանք ներբեռնել չի կարելի, քանի որ կարող են պարունակել վիրուսներ։ Այդ վիրուսը լրտեսական վիրուս է, որը հավաքագրում է հետաքրքիր տվյալները, օրինակ գաղտնաբառերը, որոնք մուտքագրվում են, բանկային քարտի տվյալները, հազար մի սենց բան եւ հետո մեկ էլ ծնողների քարտից գումարների արտահոսք կամ ծնողը ինչ որ միտեղ ադմինա կայքի, մեկ էլ այդ կայքն են կոտրում, որովհետև երեխան քաշել է ինչ որ կեղծ Minecraft-ի ուրեմն տարբերակ, որի մեջ հենց ծնողի այդ գաղտնաբառերն էլ գողացել է այդ։ Օնլայն խաղերի վտանգներից հնարավորինս պաշտպանվելու համար կարևոր է տիրապետել թվային հիգիենայի հիմնական կանոններին։ Օրինակ, խաղային տարբեր հարթակներում պետք չէ օգտագործել նույն գաղտնաբառը։ Յուրաքանչյուր խաղի համար անհրաժեշտ է ընտրել հուսալի գաղտնաբառ։ Չի կարելի սեղմել անծանոթ կամ կասկածելի հղումների վրա, դրանք կարող են կեղծ լինել եւ օգտագործվել հաշիվները գողանալու համար։ Խաղային հաշվի անվտանգության համար ցանկալի է միացնել երկփուլային վավերացում, որի դեպքում մուտքանուն եւ գաղտնաբառ ներմուծելուց հետո համակարգը կպահանջի հաստատման լրացուցիչ կոդ։ Ցավոք սրտի շատ ինչ որ մանր-մունր խաղեր դա չունեն։ Այստեղ լավագույն տարբերակը, եթե օրինակ խաղը թույլ է տալիս գրանցվել Google-ի միջոցով, ապա երեխան ծնողի հետ տեղադրում է իր Gmail-ն է ստեղծում, ճիշտ անվտանգության քայլերը տեղադրում է, այդ երկփուլայինը միացնում է Gmail-ի վրա, հետո երեխան արդեն խաղ մտնում է Gmail-ով լրացուցիչ գաղտնաբառ բան այդ խաղի վրա չկա էլ, ու դա լավ տարբերակ է։ Վտանգավոր կամ անհասկանալի իրավիճակներին ճիշտ արձագանքելու, տեխնիկական, իրավական եւ հոգեբանական աջակցություն ստանալու համար UNICEF-ը եւ Cyber Hub-ը ստեղծել են կիբերչաթ հարթակը, որին կարող են դիմել թե երեխաները, թե ծնողները։ Դիմել կարելի է ոչ միայն խաղերի, այլև թվային անվտանգությանն առնչվող ցանկացած խնդրի դեպքում։ Կա անանուն տարբերակով կապ հաստատելու հնարավորություն։ Կարելի է նաև գրել Instagram-ով, Facebook-ով կամ զանգահարել։ Հարթակը երաշխավորում է դիմորդների գաղտնիությունը բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է հանցագործության տար եւ անհրաժեշտ է իրավապահ մարմինների միջամտությունը։ Առաջին ալիքի եթերում դուք դիտում եք ծնողական ժողովը։ Այսօր խոսում ենք օնլայն խաղերի եւ դրանց վտանգների մասին։ Հարգելի ծնողներ, այսօր բազմիցս խոսեցինք վտանգների ու սպառնալիքների մասին, որ կան օնլայն տիրույթում, ուրեմն պետք է խոսենք նաեւ այդ սպառնալիքները չեզոքացնելու մեր առաջարկների, մեր մեթոդների, մեր մոտեցումների մասին, խնդրեմ արա։ Միայն կարող եմ նվազեցնելու մասին խոսալ։ Իմ համար ամենահեշտ տարբերակը միշտ սպորտն է եղել, որովհետեւ ես եմ զբաղվել սպորտով, ինձ շատ հեշտ է եղել իրաց ներգրավել, տանը պատածողի վրա ինչ-որ վարժություններ անել, մարմնամարզություն կարող է դա լինի, թենիս խաղալ, բիլիարդ եմ խաղում, տանում եմ հետներս, իրանք անընդհատ ներգրավում են այդ պրոցեսի մեջ, դա միակ լուծումը չի կարող լինել։ Սպորտին կարող են գումարել առհասարակ օֆլայն հետաքրքիր զբաղմունքներ, տարատեսակ խմբակներ, զբաղվածություն, նրանց համար ում սպորտը հետաքրքիր չէ կամ հասանելի չէ, արվեստ, մշակույթ, այսինքն այն ինչ կարող է լցնել ժամանակը։ Կարծում եմ այստեղ կհամաձայնեք, չէ՞։ Ես օրինակ առաջարկեի ավելացնել օնլայն խաղերի, կրթական խաղերի քանակը, որտեվ այսպես թե այնպես երեխաները, եթե հեռախոսի մեջ են, գոնե ինչ-որ բան սովորեն, եւ դպրոցներում ավելացնել նմանատիպ խաղերը կարող են օգտագործել շրջակա միջավայրի դասերի ընթացքում, համ ինտերակտիվ է լինում, համ դուրս են գալիս համար, օտար լեզուների, որտեղ մենք այդ խաղը մաթեմատիկական մեր ունակությունները զարգացնելու համար, այո, ավելացնել կրթական կոմպոնենտը խաղերի մեջ, ոչ միայն խաղային, այլ կրթական եւ ներդնել միգուցե ուսման մեջ։
Հրաշալի տարբերակ է, խնդրեմ։ Պիտի կարողանանք ուղղակի չպիտակավորել, անընդհատ չֆիքսվել այդ խաղերի վրա, հա, եթե նույնիսկ մի փոքր խաղում են, բնականաբար անհնարին է ամբողջովին հանել դա երեխայի առօրյայից եւ նույնիսկ մասնագետի դիմելու դեպքում չասել, հա, այտես դու վատ ես անում, դրա համար ենք գնում եւ այլն։ Պիտի կարողանանք վերահսկել իրավիճակը, իր օրը լցնել այլ զբաղմունքներով, փորձել նվազագույնի հասցնել on-line խաղերը։ Տղաս 7 տարեկանում COVID-ի ժամանակ on-line շախմատի դասերի էր հաճախում, դրանից հետո ինքը որոշեց, որ պիտի տեսադասերի ալիք ունենա, շատ երկարատև զբաղվեց դրանով, ինքնուրույն բացեց, մինչև հիմա կառավարում է եւ այդ ընթացքից հետո որոշեց ծրագրավորմամբ զբաղվել։ Հետաքրքիր այլընտրանք կլինի, եթե մենք երեխաներին առաջարկենք մյուս կողմը բացահայտել, որտեղ ի վերջո on-line բովանդակություն, այդ թվում խաղերը, գիտենք, որ 80% աղբ է այն ինչ որ մենք նայում ենք։ Փորձենք մյուս կողմը բացահայտել, տալ, դա շատ օգնում է։ Հասկանալու եւ իրականություն իջնելու եւ դու եւ երեխան։ Այո, մենք կարող ենք արգելել on-line խաղերը։ Կարող ենք խլել բջջային սարքավորումները, բարկանալ, սպառնալ, բայց կա ավելի գործուն ճանապարհ՝ հասկանալ, կամուրջ ստեղծել։ Իմացեք, թե ինչ խաղեր են խաղում ձեր երեխաները on-line տիրույթում։ Գտեք տեղեկություններ այդ խաղերի մասին, մեդիա գնահատականներ, խաղի բացատրական տեսանյութեր։ Խաղացեք երեխայի հետ, թեկուզ 15 րոպե, շաբաթը 1-2 անգամ։ Սահմանեք ժամանակ օրական կամ շաբաթական։ Խրախուսեք օֆլայն կյանքի հաջողությունները։ Պարբերաբար հիշեցրեք երեխաներին առցանց գործունեության, շփման եւ անվտանգության կանոնները։ Արտահայտեք ձեր մտահոգությունները առանց մեղադրելու։ Մի օգտագործեք խաղերն իբրև պարգևավճար, իսկ եթե կարծում եք, որ իրավիճակը դուրս է եկել ձեր վերահսկողությունից, դիմեք հոգեբանի օգնությանը։ Սիրելի ծնողներ, շնորհակալ եմ, որ ժամանակ գտաք եւ եկաք ծնողական ժողովին մասնակցելու այս կարևոր քննարկմանը։ Շնորհակալ եմ։ Մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ։ Դիտեք Առաջին ալիք Ամերիկայի հեռուստակոնտենտը։ Բաժանորդագրվեք Առաջին ալիք Ամերիկայի YouTube-յան ալիքին First Channel America։